Ֆակտորը եմ։ Չէ, ես ասացի ես հարցնեմ։ Լավ, բան արած։ Պարոն Մամիջանյան, Եվրանեստի Ադրբեջանի պատվիրակության եւ Վրաստանի պատվիրակության, այսպես ասած, չմասնակցելը հիմա որ գնում է խորհրդարանում, Ադրբեջանի հիմնավորումն այն է, որ Եվրախորհրդարանի շատ պատգամավորներ, այսպես կասկածի տակ են դրել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, չգիտեմ, որպես նաեւ ԵԽԽՎ մեր պատվիրակության անդամ, իհարկե մի քիչ տարբեր է, որն է իրենց հիմքը, որ եվրոպացի պատգամավորները օրինակ Արցախահայերի իրավունքների մասին եւ ինչպես է գնահատում խաղաղության դարաշրջան են բացում, բայց հրաժարվում են Հայաստան գալ։ Տեսեք, նախ ԵԽԽՎ-ն ու ԵԽ-ն իրար հետ ոչ մի ընդհանրություն չունեն, որևէ կապ չունեն եւ այս դեպքը ԵԽԽՎ-ի տեսանկյունից վերլուծել հնարավոր չի։ Ես զերծ կմնայի ճիշտն ասած մեկնաբանել այս գործընթացը հայ-ադրբեջանական հարաբերությունների տրամաբանության մեջ եւ առավել եւս հայ-վրացական հարաբերությունների տրամաբանության մեջ, որովհետեւ այդ դիտակետը բացակայում է այս պատմության մեջ որպես այդպեսին։ Վրաստանի իշխանությունների որոշումը դե ակնհայտ է, ինչի հետ է կապված իրենք հայտարարություն են տարածել։ Ադրբեջանը ենթադրում եմ, որ իրենք հղում են անում են բանաձևերին, որոնք ընդունվել են Եվրոպական խորհրդարանի կողմից, եւ մենք շատ շնորհակալ ենք թե որպես ամբողջություն այդ ինստիտուտին, այդ կառույցին եւ թե անհատ պատգամավորներին, որոնք թե պատերազմի ժամանակ, թե դրան հաջորդող շրջանում, թե բլոկադայի ժամանակ ուշադրության կենտրոնում էին պահում եւ առնվազն բանաձևերի մակարդակով հնչեցնում էին, թե ինչ փոխհարաբերություն է Ադրբեջանը Եվրոպական խորհրդարանի հետ այս համատեքստում ունենում, գիտեք, ես չեմ մեկնաբանի, որովհետեւ մենք խոսում ենք մի երկրի մասին, դե լավ որ ԵԽԽՎ-ի օրինակը բերել էիք գնամ այդ ուղղությամբ 70-ից ավել ԵԽԽՎ-ի պատգամավորների persona non grata է հայտարարել, հասկանում եք, իրանք իմ խորին համոզմամբ արդեն անցել են անդառնալիության կետը աշխարհում խիստ կասկածում եմ որ կա որևէ երկիր, որը համարում է Ադրբեջանը դեմոկրատական, հաշվի առնելով աշխարհաքաղաքական իրադրությունը եւ էներգետիկ ռեսուրսների հետ կապված իրողությունները ցավալիորեն որոշ միջազգային կառույցներ եւ որոշ եվրոպական պաշտոնյաներ հանդուրժում են Ադրբեջանի կողմից խայտառակ հակաժողովրդավարական, հակամարտկային, մարդու իրավունքների դեմ ուղղված գործողությունները չեն տալիս դրանց անուններ, որոնք տրամաբանական կլինեին, ուստի այստեղ մեկնաբանելու շատ քիչ բան կա։ Եվրոպական խորհրդարանին այդ բանաձևերի համար ես շատ շնորհակալ եմ, գործընկերներիս, ովքեր դա նախաձեռնել են տասնապատիկ, հարյուրապատիկ անգամ ավելի շատ, եւ դուք գիտեք, որ ես դիմել էի Հայաստանում ԵՄ դեսպան Մարագոսին խնդրանքով կազմակերպել Բաքվում ԵՄ դեսպանի այցելությունը հումանիտար տեսանկյունից որպիսությունը տեղեկանալու մեր տղաների, մեր հայրենակիցների, մի քանի օր առաջ եմ հանդիպել դեսպանի հետ, երեք այդ հարցը քննարկել ենք մեր գործընկերների հետ Եվրոպական խորհրդարանի շատ բարդ է, իրականում շատ բարդ է, չեմ ուզենա հանկարծ որևէ մեկի մոտ հույս առաջացնել, բայց ամենայն դեպս փորձում ենք, աշխատում ենք։ Ադրբեջանի դիրքորոշումը պայմանավորված է նաև նրանով, որ Euronest-ը որպես կազմակերպայրավական ձև, որպես հարթակ, կարծում եմ, որ մոտ ժամանակում վերափոխումների կենթարկվի, հաշվի առնելով անդամ երկրների կարգավիճակները եւ հարաբերությունների տարբերությունները Եվրամիության հետ, ուստի Ադրբեջանը սա օգտագործել է հերթական անգամ իրենց որևէ իրականության հետ կապ չունեցող օրակարգը առաջ մխելու, բայց ինձ էստեղ ուրիշ բան է հետաքրքրում։ Լավ, հասկացանք Եվրոպական խորհրդարանի հանդեպ ինչ է արել, բայց Հայաստանի Հանրապետության կառավարիչը, որը այդ նույնը ասել է, ինքն է այդ հնարավորությունը տվել Ադրբեջանին այդպիսի բաներ ասելու, խոսելու ինչ որ տարածքային ամբողջականությունից, ներկայացնելու իր ինքնորոշման կոնֆլիկտը տարածքային կոնֆլիկտի տրամաբանության մեջ ու այսպես շարունակ, այնպես որ այլ դերակատարներից բողոքելուց առաջ մենք հիշենք ամեն դեպքում, որ այդ լեզուն Ադրբեջանի բերանը Նիկոլ Փաշինյանն է դրել։ Շնորհակալություն։ Ֆակտորը եմ։
Շնորհակալություն, պարոն Մամիջանյան, ձեր վարչապետի տեխնացուն այսօր վերադառնում է Հայաստան եւ արդեն տեղեկություններ են շրջանառվում, որ հնարավոր է նրան հենց օդանավակայանից ազատազրկեն եւ տեղափոխեն, մի խոսքով ձերբակալեն։ Դուք այս սցենարի դեպքում ինչ եք անելու, արդյոք հնարավոր է որ ձեր վարչապետի տեխնացուն փոխվի թե ոչ, ինչպես եք գնահատում, արդյոք քաղաքական ճնշում համարում եք թե ոչ նրա Դավիթ Համբարձումյանին ձերբակալելը եւ պարոն Մամիջանյան Հիմա քանի որ այսպես շատ կոմպրոմատներ են շրջանառվում, ձայնագրություններ, տեսագրություններ, ասում են, բա սա նորություն չէ Հայաստանում, Սերժի վաղ տեսնեիք ինչեր էին անում, ճիշտ է չէին հրապարակվում, բայց տվյալ անձին կանչում էին փակ սենյակ, դնում էին դիմացը եւ այդ մարդը արդեն իշխանությունների ցանկությամբ որոշում էր կայացնում, սրա հետ կապված ինչ կասեք դուք։ Եղել է նման դեպքեր, թե ոչ։ Նախ պարոն Կիրակոսյան ամեն դեպքում կոչ կանեմ Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող նախագահներին, ես գիտեմ, որ մեջբերում արեցիք, բայց Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող նախագահներին չենք անվանարկում, վաղ թե ուշ այս կառույցում դա պիտի սովորեն, բացարձակ ձեզողված չի։ Սկսեմ առաջին հարցից։ Այո, պատիվ ունեմ խմբակցության ներկայացրած եւ հետագայում խորհրդարանական եւ արտախորհրդարանական ուժերի հավանությունն ստացած տեխնացու Մասիսի գործող քաղաքապետ, վարչապետի տեխնացու Մասիսի գործող քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը այսօր, ինչպես եւ հայտարարել էր օրեր առաջ, վերադառնում է Հայաստան։ Իրեն դատապարտել են, դատարանը որպես պատժի միջոց ընտրել է 6 տարի 3 ամիս։ Այդպիսի բան պատմության մեջ ճիշտ ասած ես չեմ հիշում, որովհետեւ մեր քաղաքացիների համար տեղեկացնեմ, որ եթե վճիռը լիներ 6 տարուց պակաս, ապա այդ պատմությունը կանցներ համաներման տակ եւ պարոն Համբարձումյանին չէին կալանավորի, բայց զարմանալիորեն դատավորը հենց 6 տարի 3 ամիս պատժի չափը ընտրեց որպես վճիռ, տեսնես ինչով է դա պայմանավորված, բոլորով միասին հետագայում կքննարկենք։ Միան որում եւս մեկ անգամ ձեր ուշադրությունը հրավիրեմ այն փաստին, որ համաներումից օգտվելը որևէ կապ չունի մեղքը ընդունելու հետ, այդ գործով որևէ մեկը բացի Դավիթ Համբարձումյանից չի անցնում, հետաքրքիր է, չէ՞, գործողություն անողներ չկան, բայց գործողության կազմակերպիչ կա, դա էլ է շատ հետաքրքիր զուգադիպություն։ Ալեն Սիմոնյանն է իր Facebook-յան էջում որոշել է այսօր կիսվել Դավիթ Համբարձումյանի հարցազրույցից, իզուր կտոր է մենակ կտրել, թող ամբողջականը տեղադրեր, նաև այդ հարթակը կօգտագործեինք տարածման համար, եւ եւս մեկ անգամ ձեր ուշադրությունը հրավիրեմ, որ Ալեն Սիմոնյանը, Վահագն Ալեքսանյանը եւ մի շարք ԿՊ-ականներ այս իրադարձության համատեքստում տիրարժավորում էին, տարածում էին տեսանյութ, որը ոչ մի կապ չունի քրեական գործի հետ, առհասարակ ոչ մի, ոչ վայրի, ոչ ժամանակահատվածի, ոչ դրվագի, ոչ մի կերպ։ Այսինքն ակնհայտ սուտ էին ասում, թե Աժամբյոնից, թե իրենց Facebook-յան էջերով։ Հիմա ներողություն եմ խնդրում, որ երկար էի պատասխանված, այս հարցը ամբողջական պատասխանի կարիք ունի։ Մենք լինելու ենք այսօր օդանավակայանում երեկոյան ժամը 6-ից սկսած, թե ինչպես կվարվի իրավապահ համակարգը, որը այս պարագայում ծառայում է դիմախոսներին լրացնելու համար, ես չգիտեմ։ Իրավական նորմեր կան բոլոր տարբերակների համար, բայց հաշվի առնելով այն փաստը, որ նամակ է ուղարկել Դավիթ Համբարձումյանը դատարան, տեղեկացրել է, որ վերադառնում է, ոչ մի վայրկյան իր գտնվելու վայրը անհայտ չի եղել, այսինքն այդպիսի գործողություն է օդանավակայանում ձերբակալելու մասին, սա անտրամաբանական գործողություն կլինի։ Բայց դե մենք գիտենք ընդդիմադիրներին մեր երկրում ոնց են վերաբերում, հետեւաբար ես դրանից բացարձակ չեմ զարմանում։ Մենք լինելու ենք այնտեղ, ինչ վերաբերվում է ձեր ժամանակն եմ, ինչ վերաբերում է ձեր հարցին կապված տեխնացուի հետ։ Ես մեր նախորդ զրույցի ժամանակ մի քանի օր առաջ հայտարարել էի, որ ոչինչ մեր համար չի փոխվել իմպիչմենտի գործընթացում, մենք նույն ուժով եւ նույն տրամաբանությամբ շարժվում ենք առաջ եւ իրավական տեսանկյունից նույնպես դրա իրավունքը ունենք։ Քանի դեռ չկա օրինական ուժի մեջ մտած վճիռ, իսկ դուք նաև հարցնում եք ճանաչում ենք արդյոք սա քաղաքական հետապնդում, իհարկե սա քաղաքական հետապնդում է, դրա մասին կա Հայաստանի Հանրապետական Կուսակցության գործադիր մարմնի հայտարարություն։ Քանի դեռ չկա այս քաղաքական հետապնդման իրավական ուժի մեջ մտած վճիռ, եթե ճիշտ եմ ասում տերմինը, իսկ դա չեմ կարծում, որ ինչպես կա, պարոն Կիրակոսյան։ Ներողություն, երկրորդ հարցին, ճիշտ ասած, ես նմանօրինակ տեղեկություն էլ չի, էլի, դա ախր բամբասանք է, ես դրա ինչը մեկնաբանեմ։
Իմ հետ կապված ոչ մի կամպրոմատ ոչ մեկ չունի։ Ինչ խաղացումը չգիտեմ ինչ ունի։ Ազատություն։ Մի ճշտում հետո հարցս տամ, գնում եք դիմավորելու Դավիթ Համբարձումյանին, որտեղ ունեք կասկածներ, որ կարող է հենց Վարդնոցում նրան ձերբակալեն, դրա համար եք գնում դիմավորելու, թե ուղղակի ընկերական Եթե մենք առաջադրել ենք պարոն Համբարձումյանին վարչապետի տեխնացու, եթե ինքը հանդիսանում է կուսակցության խորհրդի անդամ եւ իր հանդեպ քաղաքական հետապնդում է իրականացվում օգտագործելով ուժային համակարգ, ինչպես եւ բոլոր նմանօրինակ նախորդ դեպքերում մենք փորձում ենք լինել մեր ընկերոջ կողքին։ Չէ, ընդհանրապես հարցնում եմ, որ ունեք այդպիսի մտավախություն, որ կարող է Վարդնոցից տանել, դրա համար էլ գնում եք։ Եվ ձեր տեսակետն էի ուզում հարցնել մյուս խմբակցություններին այդ հարցը ուղղել եմ։ Եվ վերջը դուք ինչպես եք տեսնում հանգուցալուծումը եկեղեցի իշխանություն այս դիմակայության հարցում։ Իշխանությունն ասում է, որ կլինի երկխոսություն, բայց բացառապես կաթողիկոսի հեռացման հարցով ձեր գնահատականը ինչպիսին է։ Գիտեք, ես լինելով հայ առաքելական Սուրբ եկեղեցու հետևորդ, շատ չեմ սիրում քաղաքական գործընթացներում հավատքի հետ կապված քննարկումները, բայց ինձ ստիպում են դա անել, դուք չէ իշխանությունները։ Ինչպես եմ պատկերացնում հանգուցալուծումը իշխանության խոնարհությամբ, որովհետև ես եկեղեցու հետ այլ շփում, քան խոնարհությունը մի քիչ լավ չեմ պատկերացնում։ Ի տարբերություն իմ շատ գործընկերների, ես չեմ կարող մեջբերումներ երկար անել Աստվածաշնչից կամ ավետարանից կամ սաղմոսներ կարդալ, բայց դրանից իմ հավատքը որևէ կերպ չի փոխվում։ Ես կարծում եմ, որ ցանկացած ոք, ով իրեն համարում է հայ առաքելական Սուրբ եկեղեցու հետևորդ, պիտի խոնարհությամբ մոտենա եկեղեցու։ Կարծում եմ, որ հանգուցալուծումը պիտի լինի բացառապես այդ տրամաբանության մեջ։ Ակնկալել, որ դա կանեն Փաշինյանենք, նայվություն է, ես նայվ մարդու համբավ երբևէ չեմ ունեցել։ Ինչ վերաբերվում է ձեր նշածին, որ իրանք կքննարկեն եւ այլն, ես շատ խնդրում եմ մեր քաղաքացիներին հիշել 18 թվականը։ Մի հատ տղա կար, որ ասում էր կամ ինքը կլինի Հայաստանի վարչապետ կամ Հայաստանը վարչապետ չի ունենալու։ Ես որևէ ցույցի մասնակցի, որևէ մեր մոլորված եղբորը կամ քրոջը չեմ մեղադրում։ Իրենց խաբել են։ Ժողովուրդը սխալվել չի կարող։ Ժողովրդին մեղադրել չի կարելի։ Բայց շատ խնդրում եմ։ Կա որևէ մեկը, որը համարում է, որ 18-ից հետո տեղի ունեցած իրադարձությունները ամբողջական արդյունքում լավ բանի են բերել։ Մենք Արցախ չունենք։ Մեր տարածքից 200 կիլոմետրից ավել տարածք է օկուպացված։ Միջազգային բանակցություններով մեր հետ երրորդ ձեռքով են խոսում։ Հայաստանի պետության վարչապետի աթոռին նստած մարդուն էլ անվանում են այն մյուս տղան։ Այ հիմա շատ խնդրում եմ, ուղղակի այդ երկու զուգահեռը տանել։ 18-ին մեկը կար, որ ասում էր կբանակցի միայն հրաժարականի մասին, եւ եթե ինքը չլինի վարչապետ, Հայաստանը վարչապետ չի ունենալու, ու հիմա էլի մեկը կա, որ ասում է կբանակցի վեհապար հայրապետի հետ, պատկերացնեք այդ նախադասությունը, կբանակցի վեհապար հայրապետի հետ, իր հրաժարականի հետ կապված։ Ու կարծում եմ, որ այդտեղ իմ կարծիքը բացարձակ էական չի։ Շատ ավելի էական է, թե մեր քաղաքացիները, մեր քույրերն ու եղբայրները այդ հարցի շուրջ ինչ կարծիք ունեն։ Կիրակի օրը Հովանավանքում երևաց, թե ինչ կարծիք ունեն մեր քաղաքացիները, այնպես որ իր փոքր խմբակը թող վերցնի ու զբաղվի ցանկալի այլ գործողություններով մեր եկեղեցուց հեռու, որտեղ եկեղեցու հետ բացի խոնարհությունից այլ կերպ խոսելու ձև ես չունեմ։ Իրենց խնդիրը եկեղեցին չէ, իրենց խնդիրը կաթողիկոսն է եւ եւս մի քանի հոգեվորական եկեղեցու դեմ իրենք ոչինչ չունեն։ Բայց փաստացի Արշավը եկեղեցու դեմ է, ինչ ուզում է իրանք դա ասեն։ Ազգը մի քիչ փոխեմ իրավիճակը, եթե այս տարվա մոտեցող ավարտին արտահերտ ընտրություններ լինեն կամ լավ եկող տարվա ընտրությունները
որպես ընդդիմադիր գործիչ, ինչպես եք նայում այս հարցին, թե որ ընդդիմադիր ուժը կարող է դոմինանտ դառնալ, որի շուրջ կհամախմբվեն կամ համախմբման գործընթաց կսկսվի եւ առհասարակ ով կարող է մրցակից դառնալ իշխանությանը, որովհետեւ կտոր ընդդիմություն կա, առանձնապես չի երևում մոտակայում համախմբման խնդիր եւ բևեռի առաջացման խնդիր կա։ Դուք ինչպես եք տեսնում դա։ Շնորհակալ եմ հարցի համար, ձեր անձի նկատմամբ հարգանքով պայմանավորված եմ պատասխանել, որովհետև ես եթե հարցերի չեմ պատասխանում։ Ես չեմ համարում, որ դրա համար ավելի ընդհանրական կպատասխանեմ։ Ես չեմ համարում, որ կտոր եղած ընդդիմություն կա։ Կա ընդդիմություն, որը կարևոր հիմնարար հարցերում ունի նույն կարծիքը, համակարծիք է, որոշ հարցերում տարակարծություն է առկա։ Առնվազն գոնե հայտարարությունների մակարդակով իսկ հիմնական ընդդիմադիր դերակատարների պարագայում նաև գործողությունների մակարդակով հիմնական նպատակը իշխանափոխությունն է։ Մենք համարում ենք, որ դա պետք է անել իմպիչմենտով մինչև ընտրությունները, մեր գործընկերները մի որոշ ժամանակ այլ կարծիքի էին, հիմա միացել են եւ ամենակարևորը իմպիչմենտի գործընթաց ընտրությունների գործընթացին հակադրություն չի։ Ինչ վերաբերվում է թե ով կլինի դոմինանտ, դուք ուղղակի մոտավոր նույնիսկ չեք կարող պատկերացնել, թե ինչքան մեկ են ինձ հիմա քաղաքական ռեյտինգները, որովհետև ես մի տեսակ նույնիսկ ամոթ եմ զգում դրա մասին խոսելուց։ Հիմնական խնդիրը Հայաստանում իշխանափոխություն իրականացնելն է, որպեսզի մեր երկիրը անվտանգ գոյության եւ բարեկեցիկ գոյության հնարավորություն ունենա։ Թե դա ով կանի, դա այդքան էլ հեշտ գործ չի, վստահեցնում եմ ձեզ, ունես չի հերթ են կանգնած են մարդիկ, ովքեր ուզում են գծիկ կարող են իրականացնել իշխանափոխություն։ Դրա համար հաջողություն եմ մաղթում բոլոր նրանց, ովքեր պատրաստ են դա անել եւ պատրաստ եմ բոլոր հնարավորություններովս եւ դրանից մի քիչ ավելի շատով դրան աջակցել։ Այդպիսի ռեյտինգային բաժանում ես չեմ հետևում, ճիշտն ասած։ Վերջին հարց Վիկեյա։ Շնորհակալություն, պարոն Մամիջանյան, խնդրում եմ ասել, հնարավոր է, որ մոտ ապագայում փողոցային շարժում նախաձեռնեք ի պաշտպանություն եկեղեցու, հատկապես որ օրերս Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը մասնավորապես հայտարարեց, որ վեհափառ հայրապետը կես բառ ասի ցանկացած եկեղեցում Հայաստանի Հանրապետության ցանկացած կետում մենք պատրաստ ենք այնտեղ կանգնել եկեղեցու դեմ հալածանքները միայն ու միայն ուժեղացնում են եկեղեցուն, ականատեսը կլինենք ի պաշտպանություն եկեղեցու փողոցային ակտիվի։ Շնորհակալ եմ հարցի համար, պատասխանը ձեր հարցի մեջ էր։ Ինչպես նշել է Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանը մեր քաղաքական ուժի անունից հանրապետականը ոչ թե սպասում է, այլ ենթարկվում է վեհափառ հայրապետի հորդորը շատ մեծ բան է, ընդամենը մեկ կամ արտահայտմանը։ Մենք պատրաստ կլինենք պաշտպանել մեր եկեղեցին փողոցում, քաղաքական հարթակներում, միջազգային կապերով, տեղեկատվական աջակցությամբ, ձեր հարցը փողոցին է վերաբերվում, այո, կլինենք։ Հետևաբար խնդրում եմ հարցը շատ ճիշտ ընկալել պատասխանը։ Սա չի նշանակում պատասխանատվության տեղափոխում։ Ուղղակի հաշվի առնելով եկեղեցու նվիրական արժեքը, հաշվի առնելով, որ որոշ հրաշքների մտքով երբևէ չանցնի, որ այ դուք դա քաղաքական դիվիդենդի համար եք անում, մենք խոնարհաբար պատրաստ ենք ծառայելու մեր եկեղեցուն, պաշտպանել մեր եկեղեցին այն տարբերակով, որը մեզ եկեղեցին կհուշի, իսկ եկեղեցու ղեկավարը վեհափառ հայրապետն է։ Հետևաբար ձեր հարցի մեջ պատասխանը կար, եթե եկեղեցին, եթե վեհափառ հայրապետը համարի, որ այդ թվում նաև փողոցային ակցիաների միջոցով անհրաժեշտ է պաշտպանել մեր եկեղեցին, հանրապետականը կլինի ամենավտանգավոր տեղում։ Շնորհակալություն։